Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, հիմա դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանքի տանելու հարցը, մենք երեք ականատեսի եղանք և ինչպես Իվետա Տոնոյանն էր ասում, Գինեսի ռեկորդներում գրանցվող, այսպես ասենք, խուզարկություն կարող է լինել, 13 ժամ խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը և ամենասարսափելի կադրերից էր նաև ինչպես կենդանիներին, հարուստերին քնեցրած ուղղակի տանում էին, կենդանաբանական այգի են տեղափոխում, դա էլ պարզ է և հայտնի է, թե կենդանիների մոտ ինչ ստրես է այդ տեղափոխությունը, հա իմիջայլոց որպես հիշեցման կարգով, հիմա միտեղ, որ մի հատ ծիտ ուղղակի պատուհանի խփի իրեն ընկդիսատկի, ամբողջ քաղաքի սուտ կենդանասերները ոտքի կկանգնեն, թե հասեք փրկեք ծիտը ինքնասպան եղավ։ Բայց հիմա մենք ունենք այս պատկերը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, դուք երևս երեք կարծեմ կոնյակի գործարանի մոտ էիք, չէ, որտեղ մենք տեսնում էինք ուղղակի կապարակնքել են գործարանները և արդեն իսկ հայտնի է, որ մոտավորապես կես միլիոն մարդ գործազուրկ է լինելու այս խայտարակ վիճակի պատճառով, որովհետև փակվում է ամբողջությամբ մուզիկոնցերտին պատկանող գործընկերությունները փակված են այս պահին, համեցեք։ Շնորհակալություն, դուք նշեցիք, որ դատարանն է քննում, ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն է քննում, որովհետև Հայաստանում արդարադատությունը, իրավունքը, առողջապահությունը, թոշակը, ամեն ինչ որոշում է մեկ մարդ և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է, որի համար Հայաստանի արդարադատությունը դարձել է պոլի շոր, ով դարձրել է Հայաստանի արդարադատությունը պոլի շոր։ Հիմա այնինչ երեք կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, սա նոր դեպք չէ, Գագիկ Ծառուկյանը վերջին, ես որքան հիշում եմ, 10 տարիների ընթացքում ենթարկվում է քաղաքական հալածանքների, միտեղ շատ, միտեղ քիչ, առաջին անգամ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման ոտնձգություն կատարեց Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից և 20 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պիտի հռչակի, թե Գագիկ Ծառուկյանը եկել է ընտրակաշառքով և Գագիկ Ծառուկյանը պետք է դատվի։ Ես հիշում եմ այսօրվա պես, երբ որ այդ հարցը տվեցի իր Արարատ Միրզոյանին, ասելով, որ եթե դուք պնդում եք և եթե դատարանը հաստատի, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանը եկել է ընտրակաշառքով, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ընտրված վարչապետ է և պատրաստ է հրաժարական տալու։ Ինչ տեղի ունեցավ 20 թվականի հունիսի 14-ին կարվեց մի գործ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որ Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառքով է եկել և պետք է հակակոռուպցիոն դատարանը քննի այդ գործը, հակակոռուպցիոն դատարանը այդ գործը քննեց 20 թվական, 21, 22, 23, 24, 25, 26 թվականներին և եկավ այն եզրակացության, ամիսներ առաջ մարտի 11-ին եկավ այն եզրակացության, որ Գագիկ Ծառուկյանը անմեղ է, բայց ինչ տեղի ունեցավ 5.5 տարի մի քիչ ավել Գագիկ Ծառուկյանը ամեն շաբաթ գնաց հակակոռուպցիոն դատարան, վարձեց պաշտպաններ, փաստաբաներ, ծախսեր արեց, որոշ իր հաշիվներ կալանքի տակ դրվեցին և հետո դատարանը որոշեց, որ Գագիկ Ծառուկյանը իհարկե լավ փաստաբաներ ուներ, ընդհուպ իրենք պատրաստվել էին, որ դիմեին մարդու իրավունքի եվրոպական դատարան, պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը անմեղ է, Նիկոլ Փաշինյանը ուղղակի 5.5 տարի այսպես Գագիկ Ծառուկյանին տարաբերեց, մտածելով, որ դրանից դասեր կքաղի և այլևս քաղաքականության մեջ չի մտնի։ Հիմա Գագիկ Ծառուկյանը նորից որոշեց մտնել քաղաքականության մեջ, որովհետև ժամանակին ունեցել է լավագույն խմբակցությունը խորհրդարանում, գոնե օրենսդիրների առումով եմ ասում, որոշեց մտնել քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը այս անգամ պատժվում է նորից քաղաքականության մեջ մտնելու համար։ Մենք կհիշենք Նիկոլ Փաշինյանը ՀՄԿ-ի եթերում, այդ դեպատի ժամանակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը չկար, ներկա չէր, ֆիզիկապես ներկա չէր, ինքը անունի շուրջ կռիվ էր տալիս ՀՄԿ-ի եթերում։ Կհիշեք, Էդմոն Մարուկյանը ասաց, ես պատասխանեմ Ծառուկյանի փոխարեն, Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում հանդուրժել, որ Գագիկ Ծառուկյանը մտել էր
քարոզարշավի մեջ եւ բավականին լավ քարոզարշավ իրականացրեց, մենք տեսանք եւ ուներ շատ մեծ համախոհների բանակ, անգամ Նիկոլ Փաշինյանին Գեղարքունիքում, որ ուներ այդքան պատգամավոր, կիսագողական եւ այլն, այդպես չընդունեցին, ինչպես Գագիկ Ծառուկյանին։ Ինչ էր ասում էր կենթանիներից սկսած կռիվ էր տալիս Գագիկ Ծառուկյանի հետ։ Հիմա ես կարծում եմ, այո, Նիկոլ Փաշինյանը մեծ ծախս է կատարել քարոզարշավի ժամանակ, շատ մեծ ծախս, մենակ են իր դրոներով որ գրում էին, միլիոններ, հարյուրավոր միլիոններ էր կազմում։ Մեզ թվում է, թե դա ծախս չի, բայց դա շատ մեծ ծախս էր, հիմա Նիկոլ Փաշինյանին շատ մեծ փող է պետք, շատ մեծ։ Եվ այդ փողը ինքը ուզում է ստանա, Հայաստանում լուրջ ներդրում արած, հազարավոր, եթե ոչ 15-10-20 հազար աշխատատեղ բացած, խոշոր գործարարի նկատմամբ այսօր հաշվեհարդար է տեսնում, նրանից գուցե կխլի 1-2 սեփականություն, մեծ գումար կպահանջի ժամանակին էլի ես որքան գիտեմ շատ խոշոր գրավի դիմաց շատ խոշոր գումար է պահանջել Գագիկ Ծառուկյանց հիմա այդ գումարը ուր է հարցս ուղում եմ Նիկոլ Փաշինյան որտեղ է այդ գումարը որ ընտրագրավի դիմաց մուծել էր Գագիկ Ծառուկյանը հիմա նույն մեթոդաբանությունն է կիրառում որովհետև Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս բոլոր ոլորտներում իրեն փող է պետք վիզը ծուռ վազում է այս երկիր վազում է այն երկիր այդ փողը այս պահին մտածում է վերցնել Գագիկ Ծառուկյանից հետո կանցնի մյուս ընդդիմադիր գործիչներից մյուս գործարարներից բոլորից Նիկոլ Փաշինյանը խլելու է որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դատարկ տաշտակի առաջ է հայտնվել այսօր տնտեսությունը փլուզվում է փող չկա Ուսուլա ֆոն դեր Լայներ ինչ էր եկավ այստեղ ասեց 18 միլիոն ձեզ կտանք մեկնեց Բաքու ասեց 200 միլիոն ձեզ դրամաշնոր ենք տալու Ինչ ինքը չգիտի ինքը ուր է բերելի երկիրը եւ իր ուժը այսօր ցավոք պատում է Գագիկ Ծառուկյանի վրա դուք նշեցիք թե Գագիկ Ծառուկյանի կենթանիներին ինձ համար անհասկանալի էր ասենք ենթադրենք հա ենթադրենք ինչ որ հանգամանքներում Գագիկ Ծառուկյանին ուզում է կենթանիներին ինչի եք տանում ինչի Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա թաքուն է ողել որ ունի կենթանաբանական այգիր տան տարածքում կամ չգիտես դուք քանի կամերայի մոտ եք ես հիմա ուզում եմ մի նկար ցույց տամ Բակյանի խոսքն է տեղադրում եւ մի օրինակ բերեց ասում է ժամանակի երբ պատերազմների ժամանակ հրամանատարի ընկնում էր կամ ինչ-որ արքունիքներ էին նվաճում, իշխանավորներին, այսպես ասենք, սպանում էին կամ վերացնում, արդյունքում նաև վերցնում էին նրան պատկանող ամեն ինչ, այդ թվում նաև այն ավարը, որը ինքը ուներ, դրանով նաև ցույց տալով, որ ունեզրկել են կամ այսպես ասենք, նրա ուժը խլել են նրանից։ Հիմա բոլորիս է հայտնի, որ նաև պարոն Ծառուկյանի ուժը եղել են հենց այդ առույցները, հենց այն կենթանիները, որը ինքը ունի, միջայլոց մի սպիտակ առույց էր անցած տարի, թե նախանցած տարի ինքը անգամ նվիրել էր մեր կենթանաբանական այգուն եւ այդ ժամանակ բոլորը Ավինյանի գլխավորությամբ շնորհակալ էին սա նաեւ դրա ցուցիչն է էլի այսպես են փորձում իրենք ցավեցնել պարոն Ծառուկյանին Հասկանալի է որ ուզում են ցավեցնել ես կխնդրեմ եթե հնարավոր է այդտեղ մոտեցնեք հետո այս նկարին հասկանալի է որ ուզում է ցավեցնել ինքը Գագիկ Ծառուկյանին բայց լավ հարց է առաջանում ով է ձեզ թույլ տվել դա այդ մարդու սեփականությունն է ով է ձեզ թույլ տվել մտնեք իր սեփական տարած ասենք կենթանիների այդ Ով է ձեզ թույլ տվել մտնեք այդ մարդու տան ունեցվածքը, այնպես էլ դասավորում է այդ մորթիներից պատրաստված վերնիսաժում լիքը կա, գնացեք մտեք տարեք։ Որտեղ բոլորի տներում էլ կան, իմ տանն էլ միակաղաղ կա այդպիսի։ Բոլորի տներում էլ կա, մտեք տարեք։ Ով է ձեզ թույլ տվել այդ մարդու, չէ, գիտեք ինչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը։ Ուզում էր ասել, այդ քո առյուծները ինչի չեն սատկել։ Այ այս իրանց պահած ուխտի նման, սա կենթանաբանական այգու ուխտերից մեկն է, եթե լավ մոտեցնեք, վրան վերքեր, թափված մորթի, հյուծված, այ այս ուխտի նման,
ուզում է ասի, ինչի չեք սատկել այդ առյուծներին, քանի որ իր մոտ հիմա միայն այդ մի գաղափարն է, ինչու չեք զոհվել, ինչու չեք սատկել։ Մենք բոլորս գիտենք, մի անգամ նույնիսկ հրապարակում եղավ, թե Գագիկ Ծառուկյանը օրական քանի կիլոգրամ թարմիս է տալիս իր կենդանիներին, հիմա սրանք ուզում են ուխտացնեն այդ առյուծներին։ Ասեն տանենք սատկացնենք, իրենց մոտ նորմալ բան պետք չի։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչքան ուխտանման կենդանի գիտի իր թիմում նաև, դրանց դարձնում է այս ուխտերի նման։ Այդ ուխտը իրանց չափանիշն է, այս ուխտի նման է դարձնում։ Նիկոլ Փաշինյանը մեզ երեկվա այդ գործողություններով տեղափոխեց հին Հռոմի հրապարակ, որտեղ հին հռոմյան ժամանակներում Սոկրատեսին մահապատժի էին ենթարկում այդ նույն նախիրի ցանկությամբ։ Ինչ էր ասում, չէ, Փաշինյանը ասում էր, մարդիկ ինձ ասում են, ինչու չես նստացրել, ինչու այդ մարդիկ, այն մի քանի անատամ, այն մազերը սենց գզգզված այդ տեսակներ, որ ծափ էին տալիս իրա կողքը 6-7 հոգի, ամենտեղ դրանց մաներ տաս, որտեղ մենք տենց փառք Աստծո, այս ազգը տեսակ նախիր չունի, 6-7 հոգին ամենտեղ մաներ տալիս եւ ասում էր, ինձ ասում են ինչի չես դատապա։ Մեզ տեղափոխեց Նիկոլ Փաշինյանը հին Աթենքի հրապարակ։ Իր այս գործողություններով մենք տեղափոխվեցինք այդ ժամանակաշրջանը։ Հիմա այստեղ ամբողջ խնդիրը ես որոշակի առումով ժամանակի առումով փորձել եմ Գագիկ Ծառուկյանն անմիջապես մեկ անգամ ասուլիսին եմ ներկա եղել իր, ես չեմ այդպես ճանաչել, բայց ես շատ լավ գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանը այն մարդն էր, որ պատերազմի օրերին ամսի 26-ին նստացրեց ինքը Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը սկսեց այն ամենագնաց մեքենաները ուղարկել, ինքը իր հնարավորության շրջանակներում այդ օրերին Արցախ էր ուղարկում մեծ օգնություն։ Ես իմ աչքով տեսել եմ տեղահանված արցախցիներին ամիսներ շարունակ, եթե չեմ սխալ մինչ այսօր տեղահանված արցախցիները Գագիկ Ծառուկյանից օգնություն են ստանում։ Այդ փողոցների վրա ամենուր այդ արկղերներ, որտեղ մուլտիգրուպի կողմից արցախցիները օգնություն են ստանում։ Ես որքան գիտեմ, մինչև հիմա նույնիսկ իր ինքը մոտ 100 ընտանիքի, արցախցի մոտ 100 ընտանիքի հոգս է հոգում։ Եվ Նիկոլ Փաշինյանը դրանից էլ է վատ զգում։ Ինքը կանգնում արցախցուն ասում է, չես կռվել, չկռվեցիր, մնայիր, կռվեիր, մեռնեիր, ինչի չես մեռել, բայց կա հայ, ով ձեռք է մեկնում տեղահանված արցախցուն։ Այստեղ երբ որ ինքը նժարին է դնում իրեն եւ Գագիկ Ծառուկյանին, այդ նժարը իրեն շպրտում է, չգիտեմ որ գրողի ծոցը։ Այս սա է խնդիրը եւ ամենակարևորը նորից եմ ասում, որ Փաշինյանը այս պահին փողի խնդիր ունի։ Բոլոր փողատերերը պիտի հերթով կանգնեն, որ տեսնեն, թե Նիկոլ Փաշինյանը իրենցից ինչ է խլելու։ Եվ այս ամենի ֆոնին մենք ուզում ենք, որ Հայաստանում ներդրում իրականացվի։ Լուրջ եք ասում։ Տեսել եք որևէ երկիր, որտեղ ուղակի ինքը մի 4-5 անատամ այսպես բզբզվածի մոտ կանգնի ասի ձերբակալելու եմ, էս եմ անելու, գա ձերբակալի եւ այդ երկիր գան մարդիկ ներդրում անեն։ Չկա աշխարհում նման բան չկա։ Ես կարծում եմ, որ այնինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչու՞ չէ համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյան նկատմամբ, քանի քրեական շինծ ու տասնյակներով շինծ ու քրեական գործեր է հարուցել։ Կամ որ մեկի նկատմամբ Հայաստանը քաղաքական հետապնդվողների ու քաղբանտարկյալների թվով այսօր ռեկորդակիր երկիր է դարձրել փաշինյանական իշխանությունը։ Տեղ բացեք, շուտով ձեր հերթը գալու է, տեղ բացեք, դուք հլը տենց մեծացրեք գաղութները մանարեք, ձեր հերթը գալու է, այնպես չի, չէ, յուրաքանչյուր բռնապետություն վաղ թե ուշ ունենալու է իր վախճանը։